այդ վախի նոր տենդենսա կարելի է այս վախը ուսումնասիրել, ես կարծում եմ այս վախին քիչ է մնացել, որ իր վերջնակետին հասնի։ Իհարկե մարդ, որ եկել էր հայրենիք ու հանգած որևէ հիմնավոր փաստերից մարդուն բռնեցին, տնային կալանք տրեցին ու դա արդեն ժամանակի առումով տեսեք ինչքան է, տարի ու կես համարյա։ Ու ինձ հետաքրքիր է այսօրվա որոշումը ու ես ուզում եմ հարցս ուղղել մեր հանրությանը, որովհետև վաղը միսօր կլինեն հրապարակներ, որ փոքր կլինեն հանրության համար, որովհետև Արտակաս Սարգսյանն այն մարդն է, որ եկել է անելու այն, որ յուրաքանչյուր հայ սրտով է։ Սա անձամբ իմ կարծիքն է ու սա առաջին դեպքն է, որ ես ինչ-որ մեկի համար դատավարությունից առաջ կանգնած եմ նրա կողքին ու առավելևս դատարանի դիմաց։ Այսինքն կարծում եք, որ ընդհանրապես հիմքեր չկան իրեն վերագրվող մեղադրանքի հետ կապված։ Դուք տալիս եք հարցեր, որ ես հեռու եմ այդ ասպարեզից, բայց մակերեսորեն որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի ես համարում եմ, որ սա շինծու դատավարություն է, սա տեսակին ու լիդերին մեջտեղից հանելու դատավարություն է։ Նորից եմ կրկնում, սա վախի, մեծ գալարվող վախի սկիզբ է։ Այսինքն ասացիք այստեղ էր հայրենիքին աջակցելու համար։ Հայրենիքի պետք չի աջակցել, պետք է լինել հայրենիքի կողքին։ Հայրենիք այնքան ուժեղ է, որ այսօր կան մարդիկ արդեն այդ հայրենիքը թույլ ասում են, բայց երևի թե այս մարդը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է ու վաղը միսօր իր խոսքը կասի։ Պարոն Հարությունյան, տեսնում եք, որ այսօրի մեր հակաեկեղեցական արշավն է շատ լայն կապ ստացել, ինչպես գիտեք, կարգալից եղավ մեկ հոգևորական, որը չի ընդունում այդ հանգամանքը Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, որ գնալու եմ այդ Հովանավանք, այնտեղ Նիկոլ Փաշինյանն ով է կներեք։ Դուք չեք ճանաչում Նիկոլ Փաշինյանին։ Մեր դասանում կար մի հատ Նիկոլ Փաշինյան, բայց ինքը հիմա Ռուսաստանում է։ Չէ, Հայաստանի վարչապետն է։ Լուրջ ինքն է, չէ իմացել։ Հա, կներեք ձեր խոսքը ընդհատեցի ուղղակի։ Գիտեք ինչ, այսօր այդ թեման իմ համար սահամ ցավալի է ու ինձ ներվանացնում է այն փաստը, իրանք ոնց են վերաբերվում եկեղեցուն։ Իրանց ճանապարհն է ահավոր թույլ։ Իրանք չեն կարող դա անել։ Այսօր Հովանավանքում ոստիկանությունը հսկում է, որ կարգալույծ եղած քահանան պսակադրություն իրականացնի։ Այսինքն ստացվում է ուղիղ արդեն իսկ ուժայիններն էլ, հա, անցել են գործի, անցել են Փաշինյանի քաղաքականության շարունակությանը։ Ոչ այդ ուժայինները մի օր անպայման կսովորեն աղոթել։ Սա ինձ թվում է իրանց օգուտ։ Թող գնա, շուտ գնա եկեղեցի, որտեղ սա առաջի դեպքն է։ Գոնե պարոն Փաշինյանը ուժայիններին տանում է դեպի եկեղեցի, այդ մարդիկ չգիտեն այդ ինչ է։ Դրա համար զոմբիի նման բանը մեր երկրի առաջին կովբոյը։ Ես այդ թեման համար շատ ցավալի եմ, մի հատ տեսեք հմեկում ովքեր են մտնում եկեղեցիականներ, այսօր հմեկը դարել է մի տեսակ ուրիշ եկեղեցիականների եկեղեցին, մտնում են ու ոնց են պահում իրանց 30 արծաթը, հասկանում եք, հուդայի հոգեբանությամբ մտնում են այնտեղ ու ասում են բաներ, որ ժամանակին այդ մարդու ինչն էին բռնում, հա? Ուսապարկը։ Չէ, մեր Սրբազանի գավազանը, հա, ունա 3 հոգի գավազանակիր են եղել ու 3 հոգիներ հմեկում են հայտնվել ու 3 հոգիներ ծախվել են ընդամենը 30 արծաթով։ Ու եթե այսօր եկեղեցում կա այդ տեսակը, երևի ճիշտ է մաքրել, բայց պահել են մաքուրը իսկականը, որը կապ ունի Աստծո հետ։ Նախ իրանք չգիտեն Աստծո ուժը։ Այսօր մեր երկրի վարչապետը ժամանակ իրան համեմատում է Հիսուսի հետ ու դա շատ խնդալու է։ Ինչեր է խոսում, ինչ է ասում։ Ես ուզում եմ մեր հանրությանը մի հատ ուշքի կան, մի հատ հասկանան իրանց երկրի ղեկավարը ոնց է խոսում, ինչ է խոսում, ինչի մասին է խոսում, այդ ինչը ոնց է մատուցում, ինքը նույնիսկ մատուցման ֆորմատ չունի։ Իր մակարդակ այնքան ցածր է։ Ինքը որպես երկրի ղեկավար չի կարողանում նույնիսկ իր ասածը մատուցել, էլ մնաց իրան մատուցել։ Ես դրա մասին կարող եմ ասել, ես քաղաքական գործիչ եմ, ես
Բայց արդեն նա մշակութային գործերն էլ է փորձում խմբագրի տեսանկը չէ։ Իհարկե խմբագրումը իր հրաշք նախարարու հետ, որը ունի լոգիկա, որը այսօր վարչապետի հետ միասին վարկեն դուրս գնում է ժողովրդի հեծանի վարի։ Սա է մշակույթի նախարարության գործունեությունը։ Ինչ ես խոսում, երբ որ ուզում ես ժողովրդին հեծանի վարաճարկես, բայց հեծանի վիճ ճանապարհ չկա, պարոն վարչապետ, այնտեղ է չէ՞ իրան ասում, պարոն վարչապետ։ Իգուցե պարոն Ավինյանի հետ այդ ճանապարհները հասկանաք, ես մարդկանց վրա հեսա վաղը միսօր հեծանիվ եք ծախելու։ Դու որտեղ են քշելու հեծանիվները։ Դուք օրինակ ներկայացում կբեմադրեիք Նիկոլ Փաշինյանի Իր համար չէ։ որ գանայի Չէ։ Ես չեմ ուզում ինքին հանդիսատեսի դառնալ, ինքին համար չի կարա հանդիսատես լինի։ Կներեք կարող եմ ճամփագորբոր եմ խոսում, իմ ասելիքն է Իսկ եթե կարող։ անակնկալ գարին կանեիք ձեր ներկայացմանը։ Կանեի շորերը կլավանայի չորացնեի ինչ կյանեի։ Կշարունակեիք ներկայացումը խաղալ, թե դուրս կգայիք։ Ես բեմից չէ, բեմը իմ համար շատ թանկ տեղ է, ինչ որ մեկի պատճառով ես բեմից դուրս չեմ գա։ Շնորհակալ։